Ինչն է խանգարում մարդուն գնալ խոստովանության։ Առաջնահերթ ամոթը կամ անվճռականությունը, հա։ Երբ որ մարդը գիտակցի, հասկանա, հավատա, որ այդ խոստովանությունը իրան շատ օգտակար է, երբ որ ընդունի, որ ինքը հիվանդ է, որ իր հիվանդությունը ծանր է, բուժման կարիք ունի, այս բոլորը երբ որ գիտակցի, հասկանա, հավատա, ու տեսնի, որ անհետաձգելի է բժշկությունը, գնա, բայց այսի սկիզբն է, վճռականությունն է, բայց հիմա ընդունեցիր, որ հիվանդ ես, վճռականություն ես, որ պետք է բուժվես, այս լավ բժիշկը չես ճարել, այս էլ երկրորդ հարցն է, լավ բժիշկ ասելով, մենք մեր խելքի համապանծային չպետք է ասենք լավ բժիշկ, հա, իրապես այս հարցում էլ մենք պետք է հավասարակշռ լինենք, երբեմն մարդիկ բժշկին ոչ թե իր փորձառության, իր բարի հատկությունների համար են լավ համարում, այլ ուրիշ բաների, հա, ոչ թե բժշկի որակն են նայում, այլ հազար ու մի ոչ բժշկական հանգամանքներն են համարում բժշկը, որ իրան հաճելի է այս բժիշկը, որ իրան հաճելի բաներ ասում, որ այս բժիշկը իմ ուզածով կանի, չէ բժիշկը կարող է քո ուզածով չանի, կա քո ուզածի հակառակն ունի, որ քո մասին մտածում է, որ դու բուժվես, այսինքն մի գնացեք ձեզ բարին ասողի մոտ, այլ գնացեք ձեզ ճիշտն ասողի մոտ, ավելի լավ է բարեկամի ապտակը, քան թե թշնամու համբույրը, այսինքն եթե դու բժիշկ ես ընտրում, ընտրես ուզենաս անկեղծ սրտով, որ դու բուժվես, կարող է և քեզ խիստ բաներ ասի, բայց դու իմանաս, որ այդ խիստը քեզ օգտակար է, թե չէ կարաս գնաս փափուկ բարձր գլխի տակ դնի, գնաս այն մարդու մոտ, որին դու փափուկ բարձր դնի, դու էլի դες հիվանդ վերջում էլ մեռնես հոգով, մահացու մեղքերն ինչ են, հոգին են սպանում, հիմա երկու բան է խանգարում ապաշխարության, մեկ ամոթը, մեկ էլ իմաստուն ճիշտ ընտրությունը, եթե այս երկուսը հաղթահարվեցին, վճռականություն ունեցար խոստովանության, ամոթը հաղթահարեցիր և տեսա զգացիր, որ սիրտը այս սրան է ուզում, այս հոգևորականի մոտ անկեղծ սրտով կգնաս, այսինքն անկեղծությունը քո և հոգևորականի, այս երկու անկեղծությունները եթե ապահովում են և փորձառությունը բնականաբար, գնում ես սիրտդ բացում ես, հետո ոչ մի ահավոր կամ սարսափելի բան չկա խոստովանության մեջ, խոստովանությունը պարզ հասարակ մի երևույթ է, որ պետք է արվի հանգիստ սրտով, հանգիստ մենք երբեմն այնքան ենք բարդացնում, ոնց կլի գնամ իմ մեղքերը, որ մեղքեր գործում, Աստված չէր տեսնում, Աստծու դեմ չես ամաչում, մարդուց ես ամաչում, Աստծուց չես վախենում, մարդուց ես վախենում, երբեմն մեր հավատացյալները իրենց ծուխի, իրենց համայնքի հոգևորականին չեն գնում խոստովանելու, ինչու, գնում է հեռու մի տեղ, մի վանք, գրան ընդեղ խոստովան, ինչ, որ ասում է, ես էլ հետո ոնց է քահանայի երեսին կնայեմ, կամ ինքը ոնց կնայի, հետո հեռու է այն մյուս բժիշկը, ամեն անգամ խոչես գնալու հասնես ընդեղ, այսինքն էլի ամոթի ինչ-որ մի բան է, այն մյուս հոգևորականի մոտ չեմ ամաչում խոստովանել, բայց ես ամեն օր ամեն կիրակի գնում եմ ստեղ, ոնց գնամ մեղքերս ասեմ, հետո ոնց ինձ կնայի քահանան, չէ, այդպես չի, եթե դու անկեղծ սրտով վստահում ես քահանային և դու անկեղծ ես և քահանան է անկեղծ, երբեք դու չես ընկնելու, չես նսեմանալու իր աչքին քո մեղքերը խոստովանելիս, այլ ընդհակառակը բարձրանալու ես, որտև երբ որ մարդը իր անձը խոնարհեցնում է, պետք է բարձրանա, բժիշկը մարդկանց անձերը չի քննում, բժիշկը հիվանդությունն է քննում, և հիվանդությանն է փորձում բուժում տալ, ոչ թե մարդկանց անձերն է քննում, չէ, անձը չի քնում, բժիշկը նայում է, որ սա հիվանդություն է, չի նայում Կիրակոսն է, Մարկոսն է հիվանդ, չէ, կարևոր չի, հիվանդ է Աստծո մարդը, վերջ, պետք է բուժվի, հիմա Կիրակոսն է հիվանդ, թե Մարկոսն է, ինչ տարբերություն բժշկի համար,
Մենք դի էս բոլորը հաղթարենք, ինքներս անձեղ լինենք, գտնենք այն անկեղծ մարդուն, որի մոտ կխոստովանենք եւ շատ մանրամասների հետև չընկնենք։ Ամոթը հաղթարել, որտեղ ամոթը խոստովանության դեղն է, ասում է Սուրբ Գրիգոր Տաթևացին։ Երբ որ դու ամոթը հաղթարում, այս ոնց որ բուժվում ես, այդ ամոթը հաղթարելով դու պետք է խոստովանես։ Ամոթը այս պարագային դու պետք է օգտագործես իշահ քեզ։ Սատանան բերում է ամոթը, որ դու չխոստովանես, դու պետք է խոստովանես, որ հաղթարես։ Մի հատ հետաքրքիր պատմություն կա Հարանց վարքում։ Մեծ պահքը պետք է սկսեր քահանան մի շաբաթ քարոզում, ասում է, դե ժողովուրդ ջան, մեծ պահքն է սկսում, ըստ կարգի դուք պետք է գնաք ձեր մեղքերը խոստովանեք։ Պատրաստվեք, որ մեծ պահքին մտնեք, որ խոստովանությամբ ապաշխարեք։ Տաթևացին ասում է, ավելի լավը մեկ օր պահքը կամ ապաշխարությունը խոստովանությամբ, քան 40 օր պահքը առանց խոստովանության։ Եթե քարոզում քահանան եկեք խոստովանեք ձեր մեղքերը, խոստովանեք ձեր մեղքերը, ոչ ոք չի գալիս, ոչ ոք։ Բոլորը հերթով թողնում գնում են։ Երբ որ եկեղեցին դատարկվում է, տխրում է քահանան։ Մեկ էլ վերջում մի հատ սևադեմ մեկին տեսնում են եկեղեցու անկյունը։ Դուրս գավիթում ավելի շատ սև։ Դու ով ես, ասում, դե ես դևն եմ, ասում, Աստված թույլ չտար, ես չէի երևա քեզ։ Ասում, բա դու ինչ գործ ունես, այդտեղ ինչ էիր անում։ Դու ասում, պարտքերն էի տալի մարդկանց։ Ո՞ց թե, ինչ պարտք, ասում, ամոթի պարտքն էի տալի։ Ասում, ինչ ամոթի պարտք։ Դու ասում, որ մեղք էին գործում, այդ ամոթը վերցնում է իրանցից։ Այսինքն ասում է ինչ ամոթ բան չկա, մեղքը գործի, ասում անամոթ էի դարձնում, երբ որ մեղք էին գործում։ Ասում է հենց պետք է գան խոստովանել, ասում ամոթը գնաց խոստում, ասում ամոթի պարտքերը հետ էի տալի, ասում վերցրել է, հիմա էլ տալիս եմ, ասում։ Դրա համար ասում ոչ մեկ չմոտեցավ քեզ։ Ես քեզ էլ լսում, ինձ էլ լսում։ Ամեն մենք պետք է լսենք, Տիրոջ պետք է լսենք։ Ամեն